Սահմանափակումները, հյուրեր ընդունել, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն, այդ թվում նաև լրատվամիջոցների հետ շփում, հրապարակային խոսք, այդ ամեն ինչը սահմանափակվել է։ Այսինքն տարբերությունը ըստ էության միայն ապրելու պայմանների միջից է։ Այն ժամանակ հերակատարական հիմնարկում էր, հիմա կլինի տանը առավել խիստ սահմանափակումներով։ Այսինքն դատարանը ընտրեց ձեր միշտ թորթած ամենածայրահեղ խափանման միջոցը, չընտրեց վարչական հսկողություն, ինչ առաջարկում եք դուք։ Այո, մենք առաջարկում ենք, մենք կարծում ենք, հիմա էլ ենք կարծում, որ առավելագույնը վարչական հսկողությունը բավարար էր, բայց դատարանը որպես վարույթն իրականացնող մարմին գտավ, որ այս փուլում առկա փոփոխությունների պայմաններում տնային կալանքն է բավարար։ Հիմա այդ ակտը մեր համար ընդունելի չէ, մենք բովանդակությանն էլ դեռ ծանոթ չենք, կգերադասեմ այս պահին դեռևս դիրքորոշում չհայտել, մինչև բովանդակության ծանոթ անենք։ Պարոն Հարապետյան, այսպես մի հարց, դատարանը շատ մեծ դժվարությամբ եկավ այս որոշմանը, նկատի ունեմ այլևս տեղ չուներ բանտային կալանքը երկարաձգելու եւ այսպես դժվարությամբ ստիպացա կարծես թե այսպես կարող եք դիրքորոշում հայտնել։ Ձեռնպակը մնա նման գնահատականներ տալուց, ամեն դեպքում Վարդան Ղուկասյանի գործի հետ կապված մեր մտահոգությունները մենք մեկ անգամ չէ որ բարձրաձայնել ենք, այդ մտահոգությունները միայն իրավական չեն եղել, դրանք նաև այլ բնույթ են եղել, այդ առումով մենք բարձրաձայնումներ ենք։ Այս պայն ունենք այն, որ ազատությունից ձեռքման մեկ տեսակ ընդամենը փոխվեց ազատությունից ձեռքման մեկ այլ տեսակի։ Եվ ընդ որում դե մենք բողոքարկել ենք դատարանի նախորդ որոշումը վերաքննիչ դատարան, հիմա նաև վճռապետ դատարան ենք բողոքարկել, այդ նշանակում է, որ մենք համաձայն չենք եղել դատարանի նախորդ որոշումների հետ, բայց այս փուլում արդեն դատարանը փոխել է խափանման միջոցը, ունենք այն, ինչ ունենք։ Թե ինչ գնով ինքը եկավ այդ եզրահանգում, թույլ տվեք նման գնահատականներ ես չտամ, որտեղ ամեն դեպքում ոչ իրավական գնահատական է։ Շատ լավ, պարոն Հարապետյան, 16 վկաները այս գործով հարձակված են, ընդհանուր եթե ամփոփեք պարոն Վարդան Ղուկասյանի մասով դեմ ցուցմունքներ եղան, թե չեղան, ինչ տվեց այդ վկաների հարձակնությունը ձեր պաշտպանյալի առումով։ Մեր խորին համոզմամբ մեր պաշտպանյալի առումով տվեց երկու հանգամանք։ Առաջի հանգամանքը որևէ մեկը չգիտի թե սա ինչ գործ է, մի խումբ վկա, ոչ թե որևէ մեկը։ Մի խումբ վկաներ առհասարակ չգիտեն թե իրենք ինչու են եկել դատարան, իսկ մի խումբ վկաներ, օրինակ ինչպես այսօր հարտականված Հմայակ Գարեգինյանն էր, ապացուցեց, որ այն process-ը, որը պետք է իրականացվեր այնպես, ինչպես օրենքն էր, այսինքն պետք է քանդվեր այդ շինությունը, նոր սարքվեր եւ այդ ձայնագրությունների մեջ օրինակ ֆիկտիվ, թղթով բարերը ամենևին մեղադրանքի մեջ նշված ձևական քանդել կամ սարքելին չէ վերաբերվում այդ process-ին, որ այսինքն օրինակի համար պետք է Սևակ Կոմցյանը ինքը իր ուժերով քանդեր, ֆիկտիվ ցույց տան թե ինչ որ մատ շինարարական կազմակերպություն է դա քանդել, ֆիկտիվ բառը օրինակ դրան է վերաբերվում, բայց միևնույն է Սևակ Կոմցյանը դա պետք է քանդեր։ Այս գործի մեխը հենց դա է, Սևակ Կոմցյանը դա պետք է քանդեր, թե ոչ։ Եթե ինքը պետք է քանդեր, կաշառքի մասին պնդումները առհասարակ տրամաբանությունից զուրկ են դառնում։ Ու միջև հիմա դեռևս ապացուցվում ու էլի կապացուցվի, որ Սևակ Կոմցյանը դա պետք է քանդեր, այլ ընտրանք չուներ։ Այլ երբ որ հետագայում մենք նաև փաստաթղթային որոշակի ապացույցներ կհետազոտենք, որտեղ պետք է երևա թե նոր կառույցը ինչպիսին պետք է լիներ, դուք կտեսնեք, որ ուզեր չուզեր պետք է քանդեր, որտեղ այդ նոր կառույցը հենց տարբերվում է։ Շատ լավ, պարոն Հարապետյան, նոր մեղադրանք է Վարդան Ղուկասյանին առաջադրված կարծեմ ոստիկաններին հարվածելու եւ այլն, այդ օրը մենք ներկա ենք եղել, ձեզ նաեւ քաշ քշեցին եւ այլն, դուք որպես վկա հարցակնվել եք որևէ process։ Ոչ։ Նաեւ ասացիք, որ դատախազները ձեր խոսքի ճիշտ հասկացա, որ սպասում են այդ գործով մեղադրանք լինեն, որպեսզի գային այստեղ կալանքի Ես մեկնաբանեցի իրենց փաստարկները։ Իրենք քանի որ ասում էին թե այս գործողությունն է եղել, այն գործողությունն է եղել, գործը քննվել է, ես ու փաստարկի անում որ քանի որ իրեն նոր մեղադրանք է առաջադրվել դրա համար պետք է պայել կալանքի տակ, ես էլ ողջամիտ կասկած հայտնեցի, որ միգուցե դրա համար օրինակի համար հանրային մեղադրողները չեկան նիստի, որ այդ մեղադրանքը հասային առաջադրել, որ այդ ասելիք ունենար։ Ենթադրենք, եթե 6-ին կամ 25-ին քննարկում էր խափամիջոցը եւ չկար նման մեղադրանք, նույն ասելիքը անելու էին հերետորական հարցեր դա եւ նաեւ պատասխան են փաստարկներին, որ պետք է պայել կալանքի տակ, որովհետեւ ինչ որ նոր մեղադրանք է առաջադրվել։ Բայց մինչև հիմա որ չի իրականացվել գործի քննությունը Վարդան Ղուկասյանի հետ կապ չունի։ Իմ շեշտադրումը կամ իմ ասացի հասցեատերը դատարանը չէր, իմ ասայի հասադրած հանրային մեղադրանքի փաստարկներն էին։